Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ եւ մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, քննարկում ենք պետական իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը եւ ես բնականաբար սատարում եմ Տիկին Ջուլհակյանի թեկնածությունը։ Տիկին Ջուլհակյանը լավ գործընկեր է, ես իր հետ առիթ եմ ունեցել աշխատել ոչ միայն տարբեր նախագծերի շրջանակում, նաեւ բազմաթիվ գործուղումներ եմ ունեցել, որտեղ կարող եմ վստահեցնել, որ Տիկին Ջուլհակյանը շատ բարձր մակարդակով ներկայացրել է Հայաստանը եւ մեր քաղաքական օրակարգը Տիկին Ջուլհակյան, ես բնականաբար աջակցում եմ ձեր թեկնածությանը, բայց նաեւ պետք է անդրադառնամ հարցերի, որոնք հնչել են այս նիստերի դահլիճում։ Մի ձևակերպում է հնչել 3 պարոն Կարապետյանի կողմից, որի հետ ես չափազանց անհաշտ եմ։ Պարոն Կարապետյան, չի կարող այդ միտքը հնչել այստեղ եւ մնալ անարձագանք, իսկ միտքը հետեւյալն է։ Բնականաբար ուղիղ չեմ ցիտելու, բայց ասում եք դուք եւ մենք նույնն ենք։ Եթե մենք վատն ենք արել, դուք էլ եք վատը անում։ Եվ հավասարության կամ համեմատության նշան ընկալվում էր քաղաքական բանտարկյալները։ Դուք ասում եք դե մենք մեր օրոք եթե եղել է, առաջին նախագահի օրոք, երկրորդի օրոք, երրորդի օրոք, ապա հիմա դուք մի արեք։ Դուք այսպես ասում եք քաղաքական բանտարկյալների թվի կամ ուրեմն բովանդակության համեմատությամբ։ Եվ ես ուզում եմ հստակ ասել, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ։ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, ոչ թե որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է դա ասում, այլ ձեր սիրելի տարբեր միջազգային զեկույցներ։ Օրինակ 26 թվականի Human Rights Watch զեկույցը հրապարակել, որտեղ հստակ արձագանքել է, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ։ Դուք չեք կարող գալ եւ ընտրովի ասել, այս կամ այն զեկույցը մեջ բերելով, Հայաստանում կան արդյոք քաղբանտարկյալներ, թե ոչ։ Միանշանակ է, որ մենք եւ դուք տարբեր եք, եւ ինձ համար դա մեծագույն պատիվ է։ Իսկ ձեր օրոք եմ ասում, որովհետեւ ձեր հայրը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, երկար տարիներ պատգամավոր եւ ֆրակցիայի նախագահ, եղել են քաղբանտարկյալներ, որոնք իդեպ ոչ միայն Հայաստանում են արդարացվել, այլ միետ տարբեր վճիռներով։ Հայաստանում քաղբանտարկյալ է եղել եւ արդարացվել 22 թվականին Նիկոլ Փաշինյանը, 19 թվականին արդարացվել է Մուրշեղ Սաղաթելյանը, 20 թվականին արդարացվել են Վճռաբեկ Դատանի կողմից Արմեն Ավագյան, Մասիս Այվազյան, Կարեն Թարխանյան, Դավիթ Աղայան, Վարդան Ջանգիրյան, Արման Շահինյան, Դավիթ Մաթևոսյան, Փառք եւ պատիվ մեր ընկեր Դավիթ Մաթևոսյանին Աստված հոգին լուսավորի, Խաչիկ Գասպարյան, Սամվել Հարությունյան, Արամ Բարեխամյանի մասով բողոքը բավարարվել է, Սասուն Միքայելյան, իրենք բոլորը քաղբանտարկյալներ են։ Կան էլի մարդիկ, ովքեր, օրինակ իմ ամուսնու հայրը, ովքեր կարող էին միետ դատավճով արդարացվել, ուղղակի այդ ժամանակ չէր եղել մի վեհն փաստաբան, ով անվճար ուրեմն այդ գործերը կուղարկեր միետ, ցավոք սրտի ամուսնուս հոր գործը այդպես էլ միետ չհասավ, բայց առաջարկում եմ ուսումնասիրել գործը շատ հետաքրքիր էր, ինչպես քնիչը հետաքրքրվում էր, թե Հովանես Թումանյանը ինչ է նվիրել Արշակ Բանուչյանին, այս մասին հետո հարմար առիթով կպատմեմ։ Մեր ընտանիքներում, մեր հասարակությունում, մեր կողքը ապրող հարևանների տանը մարդիկ եղել են, ովքեր օրինակ սովորել են պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում եւ չէին կարող չնկատել, թե ինչ էր տեղի ունենում այնտեղ։ Մենք ունենք շատ ընկերներ, բարեկամներ, ամուսինս ով ծառայել է զինված ուժերում, չէր կարող չնկատել ինչ էր այն ժամանակ տեղի ունենում։ Մեր աչքի առաջ խոյանում էին ձեր դղյակների վեհ պարիսպները եւ մենք չէինք կարող չնկատել, թե ինչպես բացառապես աշխատավարձով ապրող մարդիկ Երևանի կենտրոնում ունեին օրինակ 27 բնակարան։ Այո, դատական համակարգից մենք կարող ենք բողոքել։ Մենք կարող ենք։ Մենք ընդունել ենք ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենք, ստեղծել ենք դատական հակակոռուպցիոն դատարան, հատուկ գծով դատախազի ինստիտուտ ենք ներդրել եւ հիմա կան տարբեր գործեր, որտեղ որ օրինակ ձեր քաղաքական թիմից եւ ձերի դեպ չեմ կողմնորոշում Արմեն Գևորգյանում թիմից է, պարզվում է, որ մարդով 25 տարեկանից եղել է պետական համակարգում, կարող էր Երևանի կենտրոնում այդ քանակության բնակարաններ ունենալ։ Անհասկանալի է, ես 8 տարիա պատգամավոր եմ, կամ պարոն Կոնջորյանը, վարկով տուն առել ոչ Երևանի կենտրոնում, ինչ ասես չասեցիք, ժորդ վարկով տունա գնել։ Հիմա մի հատ եկեք համեմատենք Երևանի կենտրոնում 27 բնակարան։ Եվ իրականում
Պարոն Ռուբինյանը մի հատ շատ ճիշտ բան ասեց, հա, հաշտ լինել ընտրության արդյունքների հետ։ Ես ուզում եմ մի շերտ եմ ավելացնում, հաշտ լինել ժողովրդի իրավագիտակից լինելու փաստի հետ։ Դուք հեղափոխությանը էլ մասոնական, էլ սորոսական, էլ ադրբեջանա-թուրքական ինչ ասես չկպցրիք մի բաց պատճառով, որովհետև դուք այսքան ժամանակ կարծել եք, որ հեղափոխությունը տեխնոլոգիա է։ Հեղափոխությունը տեխնոլոգիա չի։ Հեղափոխությունը արձագանք է։ Արձագանք այդ մանումենտի տներին, ձեր գրպանների հարստացմանը, բժիշկների աշխատավարձ չստանալուն, թոշակներին։ Այո, հեղափոխությունը եղել է արձագանք անարդարությանը։ Եվ գալ ես դալիճում ասել, որ մենք եւ դուք նման եք, փառք Աստծո, որ մենք եւ դուք նման չեք։ Եվ դրա համար է, որ փողոցային պայքար եք գեներացրել։ Փառք Աստծո, այո, պարոն Կարապետյան, իմ համար մեծագույն պատիվ է, որ ես եւ դուք նման չենք։ Մենք դուք փողոցային պայքար եք փորձել գեներացնել, ընտրություններ են եղել, վարչապետ ամենաշատ հրաժարական տված վարչապետն է եղել։ Գայք վերցնեի 21 թվականի իշխանություն դրսում թափածեր վերցնող չկար։ Եվ շատ հետաքրքիր այն պահը, երբ որ դուք մուտք գործեցիք քաղաքականություն։ Գիտեք, ես ձեր ազնվությանը կհավատայի, եթե դուք որոշեի քաղաքականությամբ զբաղվեք մի պահի, երբ որ Հայաստան իսկապես գոյութենական խնդիրների առաջ էր կանգնած, այդտենց պահ եղել է։ Բայց դուք քաղաքականություն մուտք գործեցիք, ինչպես Սամվել Կարապետյանը այդ մասին իր ճեպազրույցում ասեց, երբ որ կպան ձեզ։ Պարոն Կարապետյանը ճեպազրույցներից մեկում ասել է. եթե այս քրեական գործերը չլինեին, ես քաղաքականությամբ չէի զբաղվի։ Ասել է պարոն Կարապետյանը։ Պարոն Կարապետյանը չի որոշել զբաղվի Հայաստանի հարցերով, եւ որ կար գոյութենական խնդիր։ Պարոն Կարապետյանը ընտրել է զբաղվել քաղաքականությամբ եւ իր վերաբերյալ քրեական գործ է եղել։ Կամ այս դալիճում ասում եք կրոնական հարց տարբերություն կա ձեր եւ մեր միջեւ։ Այդ դուք ուսումնասիրել եք մեր դավանանքը եւ հասկացել եք, որ կրոնական տարբերություն կա։ Ես Սուրբ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Իմ աղջիկները կնքվել են Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ես ամուսնացել եմ եկեղեցով։ Եվ իմ դավանանքն ասում է, որ վեհափառը չի կարող ուսակրոնության երթումը դրժած լինել։ Իսկ ձեր կրոնում ինչպես է, ինչ շատ հետաքրքիր է։ Ձեզ մոտ վեհափառը կարող է զավակ ունենալ, այդպիսին է ձեր կրոնը, եկեք եւ մեզ պատմեք, ինչպիսին է ձեր կրոնը։ Ես ձեզ ասում եմ, Գրիգոր Լուսավորչի հետ այդ փուլը անցել ենք, պարոն Կարապետյան, նախորդ գումարումում քննարկել ենք, երևի չեք նկատել։ Կամ այդ ժամանակ քաղաքականությամբ հետաքրքրված չեք, որտեղ չէիք շալակել քրեական գործը։ Նախորդ գումարումում եւ աշտիշատի ժողովում երևի կամ դրանից հետո սահմանվել, այսինքն ժողովուրդ ջան, իրենք իրանց համար սահմանել։ Այսինքն եթե դու Գրիգոր Լուսավորչի օրինակն եք բերում, այսինքն հաստատում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, այդ էր ձեր ասածը։ Դուք ասում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, դուք հենց նոր խնդրում եմ նկատել, որ ընդդիմությունը հաստատեց, որ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Լավ, Հերիքա, հարգելի գործընկերներ, շարունակեք Տիկին Ղազարյան։ Ես առաջարկում եմ, որպեսզի դուք միանաք մեր նորոգման օրակարգին։ Հայ ժողովուրդը մեզ քվե է տվել, որովհետեւ մենք շարունակենք Հայ Սուրբ Առաքելական եկեղեցու նորոգման օրակարգը։ Ես կոչ եմ անում, եթե դուք անհանգիստ եք Հայ Առաքելական եկեղեցու ճակատագրով, միանալ այդ նորոգման օրակարգին։ Հակառակ դեպքում ժողովուրդ պետք է Նարեկ Կարապետյանը եւ գա այստեղ խոսի, թե այդ ինչ դավանանք է, որտեղ վեհափառը կարող է ունենալ զավակ։ Թող գա եւ ասի, այդ ինչ դավանանք է, որտեղ մենք նման բան չենք նկատել։ Պարոն Ղազինյան, դուք առաջին հայացքից բավականին կառուցողական առաջարկ եք մեզ անում, ասում եք եկեք այստեղ զրոյական կետից սկսենք։ Մենք էլ ձեզ չենք ասի դուք ինչ եք արել։ Ասեք։ Ես հրաժարվում եմ այդ առաջարկից, որտեղ դուք մեզ շահավետ առաջարկ չեք անում։ Չկա որևէ բան, որ արել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եւ մենք դրա մասին պատրաստ չենք խոսել։ Ես չեմ ընդունում ձեր առաջարկը։ Եկեք, որովհետեւ մենք ասելու ենք դուք ինչ եք արել։ Պարզային։ Ես ասում եմ եկեք եւ խոսեք այստեղ եւ ստացեք դրան արժանի պատասխան եւ ի վերջո։ Տիկին Գրիգորյանն ասում է, որ մեզ երկու հանրաքվեն պարտադրում, իր ձևակերպմամբ եմ ասում։ Տիկին Գրիգորյան եւ առհասարակ ընդդիմությանը առաջարկում եմ ի վերջո
մեր կողմից վարվող արտաքին քաղաքականության մասին գալ ընդհանուր հայտարարի։ Դուք մեկ բողոքում եք, որ մենք բոլոր եվրոպական ղեկավարներին, լիդերներին բերում ենք Հայաստան մեզ համար քարոզ արշավանելու։ Այսպիսով արձանագրելով, որ բավականին ուժեղ ենք, մի կողմից ասում եք մեծ ինչ-որ բան պարտադրում են։ Մենք որևէ հանրաքվեի չենք գնալու պարտադրանքով։ Մեր օրակարգն է գնալ հանրաքվեի, մեր օրակարգն է գնալ հանրաքվեի եւ մենք դրա մասին խոսում ենք 20 թվականի փետրվարից։ Առաջարկում եմ այլևս այդ հանրաքվեն չանվանել Ալիևյան, որովհետեւ դա լինելու է իրականություն։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո փոխխոսնակներ, հարգելի գործընկերներ։ Ուզում եմ խոսել քննչական կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ, որի մասին երեք այստեղ երկար խոսվեց։ Ամենայն հարգանքով բոլոր գործընկերներին եւ ընդհանրապես բոլորին։ Այս հարցի առնչությամբ խոսողները քննչական կոմիտեի հաղորդագրությունը կամ չեն կարդացել, ինչը մեր հասարակության մոտ հաճախ է պատահում, կամ կարդացել են, բայց ցավոք սրտի այնքան էլ լավ չեն հասկացել։ Հարցը կարևորվում է այն առումով, որ բացի հայերենի իմացությունից անհրաժեշտ է նաև որոշ իրավաբանական գիտելիքներ հաղորդագրությունը բաց պատկերացնելու եւ ընկալելու համար։ Մասնավորապես մի հատված եմ մեջբերում հաղորդագրությունից։ Անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրան խոշոր գումարներ տալու մեջ վրեժխնդիր լինելու շարժառիթներով նպատակադրվել է կյանքից զրկել ՍՎ-ին։ Հանցակազմի հատկանիշներից պարտադիր բացման ենթակա է, ի թիվս այլնի, որ հանցագործության կատարման շարժառիթը մոտիվը, ինչը բացահայտված է հաղորդագրության տեքստում եւ ոչ ավելին։ Ինչ վերաբերվում է հաղորդագրության տեքստում նշված անձնական փոխհարաբերություններ բառակապակցությանը, այն առհասարակ չի ենթադրում սիրային կամ նմանատիպ կապ։ Ավելին, երկու կանայք կամ երկու տղամարդիկ կարող են ունենալ անձնական փոխհարաբերություններ, ինչը չի կարող մեկնաբանվել կամայականորեն։ Տվյալ դեպքում քննչական կոմիտեի հաղորդագրությունը մեկնաբանելով տպավորություն է ստեղծում, թե գործ ունենք կիսաբաց լուսամուտներ հաղորդման սյուժեի հետ։ Ավելին, քննչական կոմիտեն չի պնդել, թե այդ անձնական փոխհարաբերությունները ինչպիսին են, այլ ընդհանրապես բացահայտել է հանցանքի կատարման շարժառիթը, փաստել է, թե ԱԱ-ի կարծիքով դա է նրա պատկերացման մեջ։ Եվ ամենասարսափելին գիտեք որն է, հարգելի գործընկերներ, որ երեք ուր Ատիկին Խամոյանը ստեղ չի։ Այս ամեն ինչի մեջ խլանում է, որ մարդ է սպանվել, ժողովուրդ։ Մարդու կյանքից զրկելու պատվեր է տրվել, հաղորդագրության մեջ այդպես ասվում է։ Այդ ամեն ինչը ոչինչ եւ բոլորը խնդրու առարկա է դարձել անձնական փոխհարաբերությունները։ Մարդկային կյանքը ստորադասվել է ինչ որ անձնական փոխհարաբերությունները, որը բացարձակապես պետք է որևէ մեկին հետաքրքիր չլինի։ Ես ինչի համար եմ սա ասում։ Սա պարտադիր պիտի ասվեր, ասեմ ինչի համար, որովհետև դուք նորից ձեր ճաշակով բերեցիք շահարկման առարկա դարձրեցիք այն, ինչ որ ուզում էիք։ Որովհետև սխալ եւ կամայական մեկնաբանության պատճառով հասարակության մեջ թյուր բնդնում առաջացավ։ Առաջնային դաշտ եկավ ինչ որ անձնական փոխհարաբերություններ, մարդը մահացել է, ոչ մեկին հետաքրքիր չի։ Հավիճ ուտեր։ Որևէ մեկը խոսեցիք այդ մասին։ Մարդասպանության մասին խոսք գնաց, չէ։ Նորմալ, մի րոպե։ Մի խանգարեք։ Եվ պարտադիր շահարկման առարկա պիտի դառնալ ազգային ժողովում։ Բայց ինչու եմ այս մասին խոսում։ Որովհետև հիմա անալոգիաներ պիտի տանեմ։ Այսպես է կարել եւ անում տարիներ շարունակ բոլոր հարցերի վերաբերյալ տարբեր հնարքների եք դիմում բուն խնդիրը թաքցնելու համար եւ ձեր ճաշակով, ձեր քիմքին հարմար, ձեր ուզածը բերելով եւ այստեղ եւ այլ տեղեր դարձնելով շահարկման թեմաներ։ Օրինակներ եմ բերում։ Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած քննարկում վերածվել է հայրենասերի եւ դավաճանի երկխոսություն։ Ձեր ճաշակով հայրենիքի եւ պետության քննարկումը դարձրել եք հայրենիքը սիրողի եւ չսիրողի երկխոսություն։ Էլի ձեր ճաշակով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը դարձրել եք դավաճանի եւ հողպահողի երկխոսություն։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի բացումը դարձրել եք լոկ տնտեսական վտանգների մասին երկխոսություն։ Սահմանադրական փոփոխություններն այսօր կնքեցիք վերջնական պեչատներ դրեցիք, դարձրեցիք Ալիևյան սահմանադրության փոփոխություն։ Կտրիչ Ներսիսյան ասել է ստորադասել եք հոգևորականի կուսակրոնության
ուխտը խախտելու եւ զավակ ունենալուն։ Հարգելի գործընկերներ, դադարեցրեք խաթարել նիստի բնականոն ընթացքը, շարունակեք Տիկին Դավոյան։ Որը դարձրել եք եկեղեցին կործանելու մասին երկխոսություն։ Առաջնայինը երկրորդականից չտարբերելը։ Եթե ձեր չի անդրադառնալու երկար, բայց ասեմ, եթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է։ Եթե նորմալ է, ընդունեք, եկեք, ստեղից ասեք, այո, մեր երազանքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ինչ սոցիալական երաշխիքներից կարող է օգտվել պետության տրված, եկեք դրա շուրջը մտածենք, դիմենք նամակով Ասեն Թորոսյանին, ասենք, պարոն Թորոսյան, ինչ անենք, որ այս մարդուն նաև օգնություն ցուցաբերենք, որպես բազմազավակ հայր, բախի չեք խփում, ինչի չեք խփում բազմազավակ հոր պահով, այդ ճիշտ է դրա համար, մենակ այն անձնագրի մեջ, որ անունը փոխել է, այդտեղ ձեր քիմքին հաճելի չի, անձնագիրը, թուղթը, բարաթը, այնտեղ բան է գրած, ով ուզի անունը կփոխի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պատկերք չկա, ով ուզի անունը կփոխի, որևէ մեկ ասել է, որ ինքը չի կարա դառնա, օրինակ Ֆրիդրիխ II, ոչ միտեղ չկա տենց բան, մեծ մարդներ դառել է Գարեգին II կամ B, չգիտեմ, բայց մարդը կտրիչ Ներսիսյանը, սրանք մի քանի ցցուն օրինակներ են, այն մասին, Հարգելի գործընկերներ, դադարեցրեք խաթարել նիստի բնականոն ընթացքը։ Արդեն անլուրջ է, սրանք մի շարք ցցուն օրինակներ են, որոնց մասին կարող ենք խոսել անվերջ։ Ընդդիմությունը 2018 թվականից իրեն հատուկ աճպարարությամբ հասարակության համար տարբեր թեմաներից վերցնելով զգայուն հատվածները բերում է այս դահլիճ, իր սատելիտ մամուլի օգնությամբ դարձնում օրակարգային հարցեր եւ տարբեր հնարքներով, միմիկաներով, ժեստերով, դերասանական տաղանդով, խոսքի տոնայնություններով ազդում մարդկանց զգացմունքների վրա, որի արդյունքում միակ բանը, որ դուք միակ նպատակը, որ հետապնդվում է, դա ճշմարտությունը թողնել մի մութ անկյունում եւ բանը խփել, այսպես խփեցինք ամեն ինչ պարզվեց կաթողիկոսն էլ բազմազավակ չի, դարձավ սուրբ, սրբադասվեց։ Էդ եք դուք, էդ պրիմիտիվ, պարզունակ, ամոթա, շնորհակալ եմ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ես կհարգեմ ազգային ժողովի նախագահի առաջարկը, հնարավորինս կրճատելով իմ ելույթը, չնայած ասելիքս բավականին շատ կարող էր լինել, բայց կանդրադառնամ որոշ հարցերի, որտեղ այստեղ հնչել է նախորդ քննարկման ժամանակ, երբ որ քննարկվում էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, որը շարունակվեց նաև պետայրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ։ Դա քննիչ հանձնաժողովի մասին է։ Պարզվում է, որ քննիչ հանձնաժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման զեկույցի մասին կասկածներ հայտնում են մարդիկ, որոնք դա կարդացել են։ Դրանք շատ սակավաթիվ են, բայց օրինակ Արթուր Խաչատրյանը եւ Գեղամ Մանուկյանը կարդացել են։ Ես կուզեի, որպեսզի բոլորը կարդան, նաեւ մեր նոր падգամները, որոնք արդեն ունեն իրավասություն, իջնեն գաղտնի բաժին եւ ծանոթանան այդ զեկույցին։ Ինչի համար, որովհետեւ դա արդեն կհանի շահարկման միջավայրից զեկույցի ոչ միայն գոյությունը, այլ նաև ծանոթանան այն բովանդակությանը, որ տալիս է բազմաթիվ հարցերի պատասխան։ Մեսրոպ Մարտիրոս Մանուկյանը դալիճում չի, խոսեց նաև զեկույցի մասին ինքը, այնպիսի տպավորություն ստացա, որ մանրամասն ոնց որ թե չլինելով դեռ падգամավոր, որոշ պատկերացումներ ունի մեր կանոնակարգ օրենքի մասին։ Պարոն Մեսրոպ Մանուկյանը լավ կլինի, որ ունի նաև հնարավորություն ծանոթանա քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովների զեկույցին, որովհետև այնտեղ կա նաև հիշատակում, թե մեր անհաջողությունները այդ կարճատև պատերազմի ընթացքում ինչպիսի արձանագրումներ են ունեցել եւ դա իրականացվել է ազգային ժողովի ամենակարևոր վերահսկողական գործիքակազմի միջոցով, որն է քննիչ հանձնաժողով ունենալը։ Վերջին 7-8 տարվա ընթացքում ազգային ժողովը ունեցել է 4 քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորություն
եւ ասեմ ձեզ, որ 4-ից 2-ը առնչվել են Պաշտպանության եւ Անվտանգության հանձնաժողովներին եւ հանձնաժողովը իրացրել է իր այդ սահմանադրական իրավունքը եւ ներկայացրել է զեկույց։ Քարորյա պատերազմի զեկույցը ինձ հաջողվել է ներկայացնել ազգային ժողովի լիագումար նիստերի դալիճում եւ 44-օրյայի զեկույցը տարբեր տարընթերցումների իրավական տարընթերցումների պատճառով գնացել է առաջի բաժին, բայց դա չի զրկել հնարավորությունից մեր պատգամավորներին եւ պետական ինստիտուտներին ծանոթանալ դրա հետ։ Ես հոկտեմբերի 27-ի մարտի 1-ի մասին չեմ խոսի, որպեսզի Մամիկոն Ասլանյանը հանկարծված չզգա, պարոն Ասլանյան, դա միշտ ես խոսեմ, քանի բացահայտված չեն։ Իսկ բացահայտումները հերթով տեսնում եք արդեն գալիս են։ Երկու շատ հանրության կողմից սպասված բացահայտումներ Արսուն Մարկայանի եւ Խորխորնու արդեն ճանապարհին են վերջնական լուծում ստանալու եւ հաջորդի այստեղ։ Ինչի որոշեցի խոսեմ հենց պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեխնոլոգիան քննարկման ժամանակ, որովհետև քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում պարզ դարձավ, որ իրավական հարցեր կան, որոնց լուծումը պետք է գտնենք Տիկին Ջուլակյան։ Ես համոզված եմ, որ միասին դա կանենք, որովհետև քարորյա պատերազմի ժամանակ գտնվեց մեկ նախկին պաշտոնյա Գրիգորի Խաչատուրը, գեներալ-գնդապետ, որը հրաժարվեց գա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին եւ ուղարկեց ընդամենը մեկ էջանոց մի բացատրություն, բայց մնացած բոլոր պաշտոնյաները, նախկին նախագահ, վարչապետներ եւ այլն, բոլորը ներկայացել են զինվորականներ, ում ուղարկել են հրավեր։ Եվ մեկ տարօրինակ արձանագրում եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ, այն է, որ Վարդան Օսկանյանը անդադ էկրանի մյուս կողմից էր հայտնվում եւ մերժում էր քննիչ հանձնաժողովի աշխատանքին մասնակցելուց։ Չնայած դա միակ այն հարթակներ, որտեղ բոլոր պաշտոնյաները ունեին հնարավորություն այն ինչ որ չեն ասել քաղաքական առումով գան եւ անեն դա քննիչ հանձնաժողով։ Այն ինչ արեց նաեւ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եթե կարդալու ցանկություն չունեք, տեսագրությունները որպես դոկումենտալ նյութ կարող եք տասնյակ ժամերով նստեք եւ նայեք։ Պարոն Խաչատրյանը համոզված եմ չի նայել, դուք դե նայեք ձայնագրությունները, տեսագրությունները։ Շատ լավ։ Այսինքն դրանք էլ շատ տևական ժամանակ է պահանջելու, բայց դա շատ կարևոր արձանագրումներ են, որոնք ֆիքսված են։ Հիմա ասեմ ստորագրությունների մասին։ Ստորագրությունը կլինեին շատ, եթե մեր սիրելի գործընկերները ընդդիմության մասնակցեին քննիչ հանձնաժողովի աշխատանքին։ Անհասկանալի հիմնավորումն նրանք մերժեցին այդ աշխատանքների մասնակցելուց, նաև զրկեցին իրենց հնարավորությունից, որպեսզի հրավիրյալներին ոչ միայն ուղարկեն ոչ ցանկալի հարցեր, այլ նաև ունենան սեփական կարծիքը արձանագրելու եւ զեկույցի մեջ ներառելու հնարավորություն։ Նախկինում քարորյայի ժամանակ այդպիսի հնարավորությունից օգտվել է թե Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները, թե Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչները։ Ի պատիվ իրենց։ Դրանք արկա են եւ դրանք փոփոխության ենթակա չեն։ Հիմա ժամկետի խախտում իրավական առումով այս վեճը դրա մասին չի։ Քննիչ հանձնաժողովի կարևոր առաքելությունը զեկույց ունենալն է։ 4 քննիչ հանձնաժողովներից միայն մեր հանձնաժողովը, որը միայն մեր հանձնաժողովն է իրավասու քննելու պաշտպանության անվտանգության հարցերը, ներկայացրել է 2 զեկույց։ Եվ զեկույցի գոյությունն է, որ մնայուն արժեք է լինելու եւ նա իր արժեվ դրված խնդիրը լուծած համարելով պետք է նաեւ այդ հարցերի պատասխանը ուղարկի այն գերատեսչություններ, որոնք իրավասու են այդ զեկույցից օգտվելով իրականացնել ուղումներ այն բացողումների մեջ, որը մեզ նաև բերել է պարտության։ Եղամ Մանուկյանը ասեց, որ մեր զինված ուժերը կարելի ասել այլևս չկան։ Ես կարող եմ մի մասում համաձայնվել, պաշտպանության բանակը այլևս չկա, բայց մեր զինված ուժերը ոչ միայն կա, այլ նաև ապրում է իր զարգացման նոր փուլերը ձեռք բերելով, նոր սպառազինություն զարգացնելով, ռազմաարդյունաբերությունը լուծելով իրավական բոլոր այն խնդիրները, որը ապահովել են այդ զարգացումը։ Եվ ես կարծում եմ Տիկին Ջուլակյան, նախ վստահ եմ, որ դուք ստանաք մեր խմբակցության մաքսիմալ ձայները, որովհետև մենք իրար գիտենք նաև ճանապարհ անցնելու շնորհիվ, ձեզ եւ Ագալակսյան նշել եմ մարդուն ճանաչում են ճանապարհ անցնելով միասին, դուք կանեք դա քննիչ հանձնաժողովների մասով, ասեմ ձեզ, որ այն խնդիրը, որ հրավիրյալները պետք է իրավունք չունենան, չներկայանան, այդ խնդիրը օրենսդրական լուծում է պահանջում։ Կարծում եմ պարոն Հարություն Հարությունյանը մեզ օգտակար կլինի այդ հարցի լուծմանը մասնակից լինելու, որովհետև այդտեղ մենք չհաջողեցինք ճիշտ մշակումներ ունեցանք պաշտպանության հանձնաժողովում, բայց այստեղ էլ պետք է չտանք հնարավորություն, որ նախկին պաշտոնյաները, որոնց պաշտոնման արդյունքում ունեցել են խնդիրներ,
չունենան հնարավորություն մերժելու բարձրագույն, ուրեմն քաղաքական մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովին չներկայելու հնարավորություն։ Հիմա ես շատ կուզեի խոսել նաև եկեղեցու թեմայով, որովհետև եկեղեցու խնդիրը ուզենք թե չուզենք, պարոն Ասլանյան, առնչվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Հիմա կասեք ինչու։ Որտեղ Ռոբերտ Քոչարյանն էր, որը հնչեցրեց այն տեսակետը, որ քաղաքական դաշտում նոր լիդեր է պետք, թերևս սրբազան դասից որևէ, եւ ընտրեցին հայտնի սրբազանին եւ ուղարկեցին Կիրանց, ինչով ավարտվեց, ավիրվեց քաղաքական դաշտը եւ բայց մնաց հարցականը Ռոբերտ Քոչարյանի եւ դաշնակցության կապը ինչքանով է այդպես ամուր կապված։ Ես կարծում եմ, այս ելույթով ես դրան չեմ անդրադառնա, բայց ապագայում կխոսեմ այդ կապի ստեղծման ժամանակագրության եւ նրա ամուր լինելու մասին։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի ուժեղ Հայաստանի գործընկերներ։ Ուզում եք կռահում եք, որ ես կարամ հիմա մի հատ անուն ազգանուն տամ եւ դուք խառնվեք իրար։ Հիմա կարաք չմտածեք այդ անուն ազգանունի մասին։ Հիմա կարաք լմի մտածեք այն անուն ազգանունը, որը չեք ուզում լսեք։ Չեք կարա չմտածեք։ Որովհետեւ հոգեբանության մեջ շատ հայտնի բան կա, որ ասում է կարաս հենց հիմա չպատկերացնես սպիտակ արջ։ Հնարավոր չի մարդը հենց այդ բանին չպատկերացնի սպիտակ արջ։ Հիմա դուք կարաք չպատկերացնեք այն անուն ազգանունը, որից դուք այդքան խառնվում եք, չեք կարա։ Հիմա նայեք ինչ եք դուք անում։ Դուք չեք ուզում, որ այդ անուն ազգանունը այս դալիճում հնչի։ Բայց դուք անում եք այնպիսի մի բան, որ այդ անուն ազգանունը 10 անգամ ավելի բարձր է հնչում ոչ միայն այս դալիճում, այլ ամբողջ Հայաստանում։ Բոլոր վերնագրերը դրա մասին է։ Լրագրողները մի բոլ նյութ ստացան այսօր օթյակից նկարելով ձեր պահվածքը։ Հիմա դուք այդ մարդուն լավություն եք անում, թե վատություն եք անում, որ իր ավազանի անունը դարձնում եք Հայաստանի Հանրապետության մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրերը։ Ընդ որում այս պատմությունը նոր բան չի։ Վստահ եմ շատերը գիտեն դրա մասին։ Կա այդպիսի մի աշխարհահռչակ դերասանուհի երգչուհի Բարբարա Սթրեյզենդ։ Ուրեմն գրականության մեջ գոյություն ունի Բարբարա Սթրեյզենդի էֆեկտ հասկացությունը։ Ինչի մասին է դա։ Ժամանակին մի լուսանկարիչ լրագրող գնում է եւ տարբեր բաներ է նկարում, այդ թվում նկարում է Բարբարա Սթրեյզենդի առանձնատունը եւ նաեւ ինչ որ նկարներ տան կատարվող իրադարձությունների վերաբերյալ եւ հրապարակումը դա ոչ մեկ չի էլ նկատում։ Որևէ մեկը դրա մասին ոչ մի բան չի էլ մտածում եւ Բարբարա Սթրեյզենդը որոշում է դատական հայց ներկայացնի լրագրողի դեմ։ Բնականաբար դատական հայցի արդյունքում այդ լուսանկարները, որը որ ոչ ոք չէր էլ տեսել, դառնում է համաշխարհային մամուլի թիվ 1 քննարկման առարկան։ Հիմա հարգելի գործընկերներ, դուք Բարբարա Սթրեյզենդի էֆեկտը տարել եք եւ դրել եք, կիրառում եք այդ մարդու ավազանի անունի վրա։ Հիմա ես չեմ հասկանում, դուք լավություն եք անում այդ մարդուն, թե վատություն եք անում այդ մարդուն։ Եվ էլի փորձեք հիմա չպատկերացնել եւ ձեր գլխի մեջ թող չհնչի այն անուն ազգանունը, որից դուք այդքան խուսափում եք։ Հնարավոր չի։ Ես հիմա դա չեմ ասի, որովհետեւ ես ուրիշ ուղղությամբ մոտեցա հարցին, էլի չեմ ուզում ելույթս ընդհատվի տարատեսակ չարաճճիություններով։ Բայց Տիկին Վարդանյանը այստեղը չի գնացել, ասում էր ապացուցեք, որ եղել է։ Տիկին Վարդանյան, փաստերը այդպիսի բնավորություն ունեն, որ փաստերը ընդհանրապես այսպես ծակող էֆեկտ ունեն, էլի հասկանում եք։ Հիմա ես բացում եմ primeminister.am կայքը, հուսով եմ պարոն Մանուկյանը ձեզ ուղարկել է, եւ primeminister.am կայքում 2020 թվականի հուլիսի 5-ը բացում եմ հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Եվ մի քիչ իջնում ենք, բնականաբար տեքստը ամբողջը չկարդամ, հասնում ենք այն կետին, որը դուք ասում եք չկար։ Ու չնայած իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանն անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցում ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր սահմանադրություն։ Որ մեր երկրին հարկավոր է նոր սահմանադրություն։ Տիկին Վարդանյան եւ հարգելի գործընկերներ, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում։
Նոր սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված կլինի, ոչ թե Ալիևի կամքի վրա, ինչպես որ դուք փորձում եք ներկայացնել ժողովուրդ։ Երբ որ դուք Ալիևի մասին եւ տարատեսակ մանտրաներով փորձում եք Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգը տանել լրիվ ուրիշ տեղ, հետո հայտնվում են այսպիսի փաստեր, Տիկին Վարդանյան, որոնց դեմ դուք հայտնվում եք անհարմար իրավիճակում։ Ընդ որում Ալիևի վերաբերյալ անընդհատ այս մանտրան, որ դուք կրկնում եք, ես անկախ ինձանից հիշում եմ դեռևս ոչ վաղ անցյալում իմ եւ պարոն Վարդևանյանի մեկ այլ բան, երկխոսություն էս դալիճում, պարզապես պարոն Վարդևանյանն այնտեղ այն ժամանակ Հայաստան դաշինքում էր, եւ պարոն Վարդևանյանը, եթե ճիշտ եմ հիշում, մի այսպիսի արտահայտություն արեց, էլի Ալիևի թեման էիք բերել, ասում էր Ալիևը Քոչարյանին իր երազներում է տեսնում վախենալով, բան։ Ես էլ եկա ասի, պարոն Վարդևանյան, իսկ ով է Ալիևի երազները ձեզ պատմել։ Ու պարոն Վարդևանյանը միջև չի ասել դա։ Միջև չի ասել Ալիևի երազները ձեզով է պատմում, ոնց եք երազներ պատմում իրար, ինչ հանգամանքներում, ինչեր եք պատմում, կարող է պարզվի այդ 300,000 ադրբեջանցիների բաներ, թեզերն էլ են ձեզ ինչ որ մեկը պատմել երազներում իրականության մեջ եւ այլն եւ այլն։ Բայց փաստորեն չեք փոխվում, որովհետեւ ձեր բանը քաղաքական նարատիվը ուղղակի բանի մեջ է հայտնվել, ժողովուրդ տուպիկի մեջ է հայտնվել, նոր ասելիք չունեք։ Բայց ես ուզում եմ վերադառնալ պարոն Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի օրերս այստեղ ունեցած ելույթում, նա խոսում էր Հայաստանի Հանրապետության, սուվերեն Հայաստանի Հանրապետության, նաև խոսում էր պատմական Հայաստանի մասին, խոսում էր պատմական հիշողության մասին։ Պարոն Կարապետյան, տեսեք, մեր գլխավոր գաղափարական տարբերություններից մեկը հետևյալն է։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ հայրենիքը պետությունն է։ Մենք ասում ենք, որ մենք ունենք մի հայրենիք, եւ այդ հայրենիքը պետությունն է, Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ դրանից բխեցնում ենք իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը պիտի ունենա սահմանազատված սահման, որը իրական է, 29743 քառակուսի կիլոմետր է, եւ որի քարտեզը փակցված է այնտեղ։ Սա մեր գաղափարախոսության առանցքն է։ Հիմա եկեք նայենք ձեր գաղափարախոսության առանցքը որն է։ Տեսեք, դուք ձեր բոլորդ ձեր կրծքանշանին պատկերել եք Արարատ լեռը, ճիշտ է, ու գրել եք ուժեղ Հայաստան, կամ հիմա այստեղ գրված է կամ գրված չի։ Նայեք, դուք ձեր կրծքանշանին, կրծքին դրել եք Արարատ լեռը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում չի։ Բայց դուք մերժում եք այս քարտեզը, որը Հայաստանի Հանրապետությունն է, հասկանում եք։ Պրոբլեմը էս է, որ դուք մի բան, ինչը որ Հայաստանում չէ, ձեր կրծքին մոտ է, բայց այն Հայաստանը, որը իրականում է, ձեր սրտի մեջ չի։ Պրոբլեմը այն է, որ ձեր սրտի մեջ ուրիշ Հայաստան է։ Եվ քանի որ ձեր սրտի մեջ ուրիշ Հայաստան է, ձեր մտքերի մեջ էլ է ուրիշ Հայաստան։ Եվ այստեղ է գալիս մեր ու ձեր գլխավոր գաղափարական տարբերությունը, բայց դրա մեջ շատ խորքային պատճառ կա։ Պարոն Կարապետյան, ձեզ պատմական Հայաստանի քաղաքացին չի գործուղել այստեղ։ Ձեր գործընկերները պատմական Հայաստանի քաղաքացիների հարկերից չի որ աշխատավարձ են ստանալու։ Ու դա հեշտ է ձեր համար, որովհետև գիտեք ինչ, պատմական Հայաստանի քաղաքացիներին չի պետք լինելու հաշվետու լինել։ Հաջորդ ընտրությունների ժամանակ պատմական Հայաստանի քաղաքացիներին չպետք է գնաք պատասխան տակ ձեր չարասների կամ արասների համար։ Որովհետև պատմական Հայաստանի քաղաքացիներից չեն հոսանք գողացել, որովհետև պատմական Հայաստանի քաղաքացիները ձեզ չեն գալու հաշվետվություն, ձեր առջև հարցեր չեն դնելու, դրա համար դա հեշտ է։ Դրա համար դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վաճառում եք պատմական Հայաստանի երազանքը, պատմական Հայաստանի երազանքն եք վաճառում Հայաստան, որովհետև դա հեշտ է, հասկանում եք, մարդկանց էմոցիաների վրա գնալ եւ խաղարկել եւ անընդհատ քաղաքական օրակարգ գեներացնել շատ հեշտ է։ Բայց այդ նարատիվը, ես էլի եմ ասում, պարոն Կարապետյան եւ հարգելի գործընկերներ, կենսունակ չի, որովհետև հասկանում եք, որովհետև քաղաքականությունն այն մասին է, որ պիտի քո գաղափարախոսությունը համապատասխանի իրական կյանքի պրակտիկ դրսևորումներին, հասկանում եք։ Դուք ոնց որ ասենք, դուք պատմական Հայաստանի նավիգատորով գնաք եւ փորձեք ուղևորվել բան, ասենք հիմա կարեք օրինակ տաքսի կանչեք, պարոն Կարապետյան, չնայած ես վստահ եմ դուք երբեք տաքսի չեք նստել, բայց ասենք տաքսի կանչեք, նստեք, ասեք քշի դե այդ parza դե քաղաքական տեխնոլոգիաների բանով ես նկատի ունեմ իրական։ Լավ, ասենք, խնդրում եմ մի հատ այսօր տաքսի կանչեք, իջեք նստեք, ասեք բարև ձեզ, քշի Արարատ, լեռ, քշի բան, Էրզրում, քշի, մի րոպե, քշի Էրզրում, չէ, բայց որ հետախուզման տակ չլինեի, կարող է տաքսիստը քշեր Էրզրում, կարար,
տաքսիստը, ասենք դու մտնում ես Yandex-ը կամ ինչ որ մեկ այլ գալիս է, Նարեկ Կարապետյանը նստում է, բանը տաքսիստն ասում է ուր են գնում, ասում է Էրզրում։ Դու պատկերացնում ես, ես հասկանում եք, ես կարող եմ տաքսի կանչել, նստել այդ տաքսին եւ այս տարածքում ներառված ցանկացած կետ ասել գնա։ Դուք չեք կարա դա ասեք, որովհետեւ ձեր սոֆթը, պարոն Կարապետյան, պրոբլեմն է նա, որ ձեր սոֆթը ուրիշ սոֆթ է։ Մի 4, 5, 6, 700 տարի առաջվա սոֆթ է, հասկանում եք։ Ձեր սոֆթը հին է, հասկանում եք, պարոն Կարապետյան, պրոբլեմն է դա, որ դուք ձեր iPhone 17-ներով եկել եք, բայց ասենք iPhone 4, 5-ի սոֆթով ուզում եք sense բուքսավատ անել, ասենք, ու մեր ժողովրդին էլ մտցնում եք այդ բուքսավատի մեջ։ Պրոբլեմն է դա, դուք այս աշխարհի ժամանակակից աշխարհի մեջ եկել եք, ուզում եք բան, ասենք, նավատորմով գնալ եւ հասնել չգիտեմ ուր։ Ես դրա համար բանը գործընկերներին չեմ ուզում հիշեցնեմ քաղաքական հայդուկության եւ մնացած բոլոր բաները, պատմությունները մենք այստեղ շատ հետաքրքիր զրույցներ ենք այդ մասին ունեցել։ Բայց դա էլ է քաղաքական հայդուկությանը մի դրսևորում է, որովհետեւ չի կարելի գալ եւ հասնել լուսավորյալ 21-րդ դար, լուսավորյալ 21-րդ դար, ընդ որում ասցի լուսավորյալ հիշեցի փաստորեն լուսավորիչի մասով պարոն Կարապետյան, դուք ասում եք որ դե լուսավորիչն էլ է զավակ ունեցել։ Փաստորեն դուք հաստատեցիք զավակ ունենալու փաստը այն մարդու ում անունը չեք ուզում որ ես տամ, բայց դուք անպայման հենց հիմա այդ անունը ձեր մտքում կրկնվում է եւ կրկնվելու է։ Այս պահին այսքանը։ Դե գնացեք, եթե Yandex-ը տանում է, հələ մենա կանչեք, նստեք ու գնացեք։ Այ հեսա ժողովուրդ ջան, այս դրա մասին եմ խոսում, որ դուք դեգերում եք անորոշության բաների մեջ, թմբիրի մեջ։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Այս ամբիոնից մեր ընդդիմադիր գործընկերները խոսում են Ալիևի PR ընկերությունից։ Սա գիտեք որ դեպքն է, երբ որ ժողովրդի ասած հայտնի խոսքով սելը ճռռալում, սելվորն է ճռռում։ Տիկին Վարդանյան, կարծեմ դուք եք այդ հրաշք միտքը արտաբերողը։ Հələ մի հատ եկեք հասկանանք էլի, ով է իրականացնում Ալիևի PR ընկերության աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում։ Ստիպված եմ ձեզ հիշեցնել 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, թե ինչպես էին ձեր գովազդային հոլովակներում ցուցադրվում թուրքական բայրակթարներով հայ զինվորների սպանությունները։ Հələ մի հատ եկեք հասկանանք էլի, ով է այս դալիճում Ալիևի PR ընկերությունը ներկայացնում։ Այս շարքերում նստած են մարդիկ, ովքեր իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ գովազդային հոլովակներով ցուցադրում էին, թե ինչպես է ցեղասպանության զոհերի հուշահամալիրը մզկիթի վերածվում։ Այս մարդիկ իրենց նախընտրական քարոզարշավի ողջ առանցքն ու շեշտը դարձրել են 300,000 ինչ-որ ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման կամ իրենց ձևակերպման վերադարձի խնդիրը։ Ժողովուրդ, Ալիևը իր լավագույն երազում անգամ չէր կարող երազել, որ մի օր Հայաստանի Հանրապետությունում կարող է գովազդվել թուրքական բայրակթարներով հայ զինվորների սպանությունը։ Ալիևը իր լավագույն երազում անգամ չէր կարող երազել, որ մի օր Հայաստանում կգովազդվի ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մզկիթ դառնալու process-ը։ Չէր կարող երազել, որ մի օր Հայաստանում կգովազդվի 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման կամ վերադարձի հարցը։ Ովքեր են խոսում էլի Ալիևի PR ընկերությունից։ Խոսում են Սահմանադրության հանրաքվեից, Ալիևի Սահմանադրություն, Ալիևի պահանջով նոր Սահմանադրություն եք բերում Հայաստանի Հանրապետություն, փորձում եք փաթաթել քաղաքացիների վզին։ Ժողովուրդ, բացեք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը, որտեղ վարչապետը հուլիսի 5-ի դրությամբ 2020 թվականին խոսում էր նոր Սահմանադրության մասին։ Ուր էր այդ ժամանակ Ալիևը։ Իմիջայլոց այդ ժամանակ դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմը չէր եղել, որ հիմա գաք մատի փաթաթան սարքեք, դե ասեք պատերազմը պարտվել է, Ալիևը պարտադրում էր նոր սահմանադրություն։ Իսկ իրականում գիտեք ինչի համար եք պայքարում սահմանադրական փոփոխությունների ու նոր սահմանադրության դեմ։ Մի պարզ պատճառով, որովհետև աշխարհ քաղաքական կենտրոնից, կայսրությունից ուղիղ հրահանգ է իջեցվել ձեզ։ Նոր սահմանադրության դեմ պայքարելու։ Ինչի համար, որովհետև այս սահմանադրությունը, որը գործում է հիմա Հայաստանի Հանրապետությունում, բացառապես այդ աշխարհքաղաքական կենտրոնի շահերից է բխում։ Ու սա ական է Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերի տակ դրված։ Մի պարզ պատճառով, որովհետև այս սահմանադրությունով Հայաստանին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու այո, վտանգի տակ դնել Հայաստանի պետականությունը։
Այս ամբյոնից անդադես մարդիկ մոտենում են, խոսում են ինչ-որ հայոց հայրապետի, այսպես կոչված, վեհափառի մասին։ Անընդունելի են համարում այդ անվան տակ թաքնված մարդու հանդեպ ներկայացված դատական հայցը։ Ժողովուրդ, բա ընդունելի է ձեզ համար, երբ որ 2020 թվականի պատերազմից հետո այդ նույն անձը մտել էր քաղաքականություն ու պահանջում էր վարչապետի հրաժարականը։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ այն ժամանակ, երբ որ ասում ենք սա ինչ է, սա անընդունելի է, էլի, ոնց կարող է այդ անձը իրեն թույլ տալ վարչապետի հրաժարական պահանջել, այն ժամանակ ասում են, չէ, ինչ եք ասում, ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Բա ձեր ասած Գարեգին Բեն, նույն քաղաքացի ինքը Կտրիշ Ներսիսյանը, երբ որ այն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր, բա հիմա դատարանում հայտնվելուց էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։ Թե ձեր իմացած քաղաքացի Կտրիշ Ներսիսյանը, երբ ձեզ պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, այդ փոքրիկ չարաճճիությունները վերջացրեք։ Այն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր, հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, ձեռքով չխոսակ։ Վերջացրեք, հարգելի գործընկերներ։ Պաթետիկ ելույթներից հետո այն օրը այս ամբյոնից ուղևորվեցիք Էջմիածին դատարանի դիմաց ականջ ծակող հայտարարություն արեցիք։ Հայ ժողովուրդն է ընտրել հայոց հայրապետին։ Պարոն Կարապետյան, այդ երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին։ Հələ մի հատ եկեք հասկանանք, էլի ժողովուրդ ջան։ Այս շարքերում իմ գործընկերներից որևիցե մեկը մասնակցել է այդ ընտրությանը։ Այդ ընտրությունը երբ է եղել, երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին, խնդրում եմ ասեք։ Դուք մասնակցել եք, պարոն Քոչեր։ Գարեգին առաջինին ընտրել եք, իսկ այս Կտրիշ Ներսիսյանին որպես կաթողիկոս ընտրել եք։ Պարոն Կարապետյան, խնդրում եմ նշել այն իրավական ակտը, որը ձեր պնդմամբ փաստում է նրա մասին, որ հայ ժողովուրդը ընտրել է հայոց հայրապետին։ Եկեք այս ամբիոնից հələ ցույց տվեք էլի այդ իրավական ակտը, կամ հակառակ տրամաբանությունն է աշխատում։ Ես լսում եմ ով ինչ է ասում, մի խանգարեք, մի ինչ ամտեք։ Պարոն Կարապետյան, երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին։ Կամ հակառակ տրամաբանությունն է, չէ՞ այս դեպքում աշխատում։ Եթե հայ ժողովուրդը այդ անձին չի ընտրել որպես հայոց հայրապետ, հետևաբար այդ անձը չի կարող հանդիսանալ հայոց հայրապետ։ Ես վստահ եմ իմ գործընկերներից եւ ոչ մեկ այդ ընտրության մասին չի իմացել, չի էլ մասնակցել։ Տեղից մի խոսեք։ Տեղից մի խոսեք, պարոն Մանուկյան։ Վստահ եմ նախագահությունում Վերկա հարգելի գործընկերներն էլ այդ ընտրությանը չեն մասնակցել եւ Ես 9 տարեկան չեմ մասնակցել, պարոն Կոնջյան, չգիտեմ քանի տարեկան է։ Եվ բացի դրանից, եկեք մի բան էլ հասկանանք, էլի, ժողովուրդ, դուք եկել եք փոքրիկ չարաճճիություններով, սեղանին դմդմբացնելով փորձում եք ինչ-որ անձի պաշտպան կանգնել, եկեք հələ մի հատ հասկանանք, էլի, դուք ում եք ուզում ընդհանրապես պաշտպանել։ Այդ անձը մինչ օրս չի հերքել, որ ինքը զավակ ունի։ Առնվազն զավակ, եթե ոչ զավակներ, դուք ինչի համար եք պայքարում։ Ում համար եք պայքարում։ DVD-ի համար են պայքարում։ Բացի դրանից, այդ անձի եղբայրը Եզրաս անունով մինչ օրս չի հերքել, որ ունի զավակ, ունի կին։ Ինչպես նաև բազմաթիվ են այն տեղեկությունները, որ հայ եկեղեցու տարածքում Մոսկվայում այդ անձը զբաղված է բրենդային հագուստի արտադրությամբ, բիզնեսով։ Նույն այդ անձը մինչ օրս չի հերքել, որ հանդիսանում է KGB-ի գործակալ, ասեմ ձեզ հակառակը, փորձել է բացատրություններ տալ, թե ինչպես է դարձել KGB-ի գործակալ։ Հիմա եկել եք դուք մեզնից ում եք ուզում պաշտպանեք։ Բազմազավակ Կտրիշ Ներսիսյանին, թե KGB-ի գործակալ Եզրասին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը եւ բոլորս էլ մատնանշեցինք, թե ինչպիսի առանցքային հանձնաժողովի մասին է խոսքը։ 8-րդ գումարման ազգային ժողովում ընդունել է 2613 օրենք, որոնցից 833-ը քննարկվել է հենց այս հանձնաժողովում։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն, սա վկայում է այս հանձնաժողովի աշխատանքի ծավալի, ծանրաբեռնվածության մասին։
Հարգելի գործընկերներ, որպես այս հանձնաժողովի հնգամյա անդամ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանին, հանձնաժողովի անդամներին, փորձագետներին նման ծավալի հետևողական եւ բարդ եւ արդյունավետ աշխատանք իրականացնելու համար։ Նաեւ այս համատեքստում բարձր եմ գնահատում Տիկին Ջուլակյանի գործունեությունը, թե որպես հանձնաժողովի անդամ, թե որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ ապա կարճ ժամանակալ նաեւ որպես հանձնաժողովի նախագահ, ձեր անցած ուղին, մասնագիտական գիտելիքները եւ ոլորտին տիրապետելու փորձը վկայում է այն մասին, որ դուք կարող եք կրել այդ պարտականությունը մեծ պատասխանատվությամբ Տիկին Ջուլակյան եւ ձեզ հաջողություն եմ մաղթում։ Հարգելի գործընկերներ, երեկ եւ այսօր այս հարցի քննարկման ընթացքում հիմնականում մի քանի, այսպես կարմիր գծով անցնող թեմաներ կա, որոնց կցանկանամ ես եւս անդրադառնալ այս ամյունից։ Նախ առաջինը, հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարցը։ Դուք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով շարունակում եք այս թեման տակ պահել, հստակ իմանալով մեր դիրքորոշումը այս հարցի շուրջ։ Այս մասով ընդամենը մեկ բան կավելացնեմ։ Մեզ համար կաթողիկոսի աթոռը զբաղեցրած նանսն ունի կանոնական խախտում, որի հիմքով չպետք է զբաղեցնի այդ աթոռը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Եվ սա հատկապես կարևոր է ընդգծել այն քննարկման շրջանակում, երբ մենք խոսում ենք օրենքի եւ իրավունքի մասին։ Իդեպ այդ հանգամանքով որևէ փաստարկված եւ հիմնավոր հերքում որևէ մեկս երբեք չենք լսել։ Եվ եւս մեկ հստակ բան. հայ առաքելական եկեղեցին այդ անձը չէ։ Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ, մենք դուք հստակ միտում ունեք մոլորեցնեք մեր եւ ձեր ընտրողներին։ Երկրորդը Սահմանադրությունը եւ դրա ընդունման ընթացակարգը Տիկին Վարդանյան եւ Տիկին Գրիգորյան։ Դուք անընդհատ այսպես Տիկին Վարդանյանը իր հարցի շրջանակում, Տիկին Գրիգորյանը այստեղ մատնանշում եք, որ մենք չենք ստացել սահմանադրական մեծամասնություն։ Այս հանգամանքը հարցվի առնելով, այս արձանագրումը անելուց նախ դուք պետք է մտորելու կարիք ունենաք, կարծում եմ, որովհետեւ դուք եք կեսով չափ այսօր ներկայացված Հայաստանի Հանրապետության խորհրդարանում։ Սա մեկ։ Եվ երկրորդը, եկեք խոսենք ոչ թե հարմարավետության, այլ անկեղծ ճշմարտության լեզվով։ Մեր քաղաքացիները երբեք թափանցիկ ու վստահելի ընտրական գործընթացով չեն հաստատել իրենց համաձայնությունը գործող սահմանադրությանը։ Սակայն առաջարկում եմ հիշել, թեպետ այսօր արդեն փաստերն էլ պարոն Ռուբինյանը ուղարկեց ձեզ, որ մենք որ թվականից ենք նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների գործընթացը, հետագայում նոր սահմանադրություն ունենալու հարցը, այսինքն այս հարցը ոչ այսօր, ոչ երեք առաջացած հարց է, ոչ էլ առավել եւս արտաքին որևէ ազդեցությամբ պայմանավորված գործընթաց։ Այնպես որ դադարեցեք այստեղից նման խեղաթյուրող հայտարարություններ տարածելը։ Թեպետ ես պետք է հիշեցնեմ, որ նմանատիպ իդենտիկ նույն հայտարարություններ են հնչել այստեղ անցյալ տարի օգոստոսի 8-ից առաջ խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ։ Գրեթե նույն տեքստն էին արտասանում ընդդիմության բոլոր ներկայացուցիչները։ Իսկ ինչ եղավ դրանից հետո եւ հրապարակվեց խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը, պապանձվեցին լռություն, քար լռություններ, որևէ մեկը էլ արդեն տեքստի հետ խնդիր չունեցավ։ Այնպես որ այս գործելակերպը մեզ շատ ծանոթ է։ Իդեպ ընդդիմության ներկայացուցիչները հնարավորություն ունեին մասնակցելու սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին, սակայն հրաժարվել են այդ հնարավորությունից։ Հետևաբար չմասնակցել այդ գործընթացին, ապա այս դահլիճից գնահատականներ հնչեցնել եւ պիտակավորել դեռևս չկարդացած, չքննարկած նոր սահմանադրությունը, տեքստը ու առհասարակ սահմանադրական տեքստը ոչ միայն ազնիվ չէ, այլ քաղաքական պատասխանատվության հետ անհամատեղելի մոտեցում է։ Երրորդը ընտրությունների վերաբերյալ։ Հարգելի ընդդիմություն, ընտրությունների վերաբերյալ խոսույթը ըստ էության փակվեց այն պահին, երբ դուք վերցրեցիք մանդատներն ու եկաք խորհրդարան։ Մանդատ վերցնելով դուք ընդունել եք այդ ընտրությունների արդյունքով ձևավորված խորհրդարանի լեգիտիմությունը։ Սա պարզ քաղաքական եւ իրավական իրողություն է։ Իսկ Հայաստան Դաշինքը եւ հատկապես պարոն Քոչարյան, ձեզ պետք է անդրադառնամ, ընդհանրապես չպետք է խոսա ընտրություններից։ Հիշում եմ, որ իմ խոսքին ի պատասխան, իմ ելույթին ի պատասխան դուք նաեւ 2003 թվականի ընտրությունները մեջ բերեցիք Ռոբերտ Քոչարյանի ստացած 49%-ը։
Ավելի լավ է այդ մասին չհիշեք, որովհետև այդպիսի խայտառակ ընտրություններ մենք երբևէ չենք ունեցել եւ այդ ընտրությունների վկայությունները մինչեւ այսօր են ի հայտ գալիս։ Ասեմ ավելին, թարմացնելով ձեր հիշողությունը, Ազատությունը երբ մասանոց ֆիլմ ունի այս ընտրությունների վերաբերյալ խորհուրդ կտամ դիտել, պարոն Ռուբինյանը այստեղ լիներ կփոխանցեր, որպեսզի ձեր փոխանցեր, բայց ավելի լավ է, որպեսզի ամբողջ հայությունը տեսնի եւ վերապրի այդ օրերի այն ինչ որ ապրում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ես կհրապարակեմ իմ Facebook-յան էջում եւ կթարմացնեմ բոլորի հիշողությունները այդ ընտրությունների վերաբերյալ։ Եվ վերջապես, երբ խոսում ենք բարեկրթության մասին, դա չի նշանակում, որ մենք ընդունում ենք այս ընդդիմությանը իր գաղափարական հենքով, հարգելի հայրենակիցներ։ Փաստացի իրենք են այստեղ եւ մենք ստիպված ենք հարաբերվել իրենց հետ։ Մենք առաջարկել ենք հարաբերվելու բարեկրթության կանոնները, ինչը չի նշանակում, որ մենք մոռացել ենք նրանց հակապետական, հակաանկախական հայտարարությունները եւ վարքագիծը։ Մենք չենք մոռացել 300,000 ադրբեջանցիների վերադարձի կեղծ թեզով քաղաքացիների նկատմամբ իրականացված դիվերսիան։ Մենք չենք մոռացել Հայաստանում հայերենից բացի երրորդ երկրի լեզուն պաշտոնական դարձնելու ձեր ցանկության մասին։ Մենք չենք մոռացել Հայաստանի Հանրապետության անկախությունը նվազեցնելու մասին, ձեր ներքին շրջանառության փաստաթղթերի մասին։ Մենք չենք մոռացել հայ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտոնական անվանումը փոխելու ձեր հոգևոր առաջնորդի եւ նրա եղբոր հայտարարության մասին։ Չենք մոռացել թրիփի ու խաղաղության դեմ ձեր տարած կատաղի պայքարի մասին։ Սրանք ձեր կողմից Հայաստանի եւ նրա ինքնիշխանության դեմ ուղղված քայլերի ընդամենը մի մաս է, որոնց հետ կապված հարցերը դեռ շատ են, դեռ մենք այս խորհրդարանում առաջիկայում քննարկելու ենք եւ այդ պատասխաններից է կախված, թե Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ունի լեգիտիմ ընդդիմություն, թե ոչ։ Իսկ վերջում Տիկին Ջուլակյան եւս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում ձեզ, վստահ եմ, որ ձեր փորձով, մասնագիտական գիտելիքով եւ ոլորտի տիրապետելու խորությամբ դուք իրականացնեք հանձնաժողովի նախագահի կարևորագույն գործառույթը։ Շնորհակալ եմ։ Մեծարգո նախագահող հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք բոլորիդ շնորհակալություն հայտնել հետաքրքիր քննարկման համար։ Բավականին բովանդակային քննարկում ունեցանք եւ այդ քննարկման ընթացքում հնչած մի շարք պնդումների, դիրքորոշումների հիմա ես կփորձեմ անդրադառնալ։ Կալանքի հարցը ոչ միայն այս քննարկման ժամանակ, այլ նաև մեր գումարման առաջին օրվանից ի վեր երկար քննարկվեց։ Այո, այլընտրանքային խափանման միջոցներ են արդեն նախատեսված եւ դա նախատեսել ենք մենք մեր ընդունած նոր քրեական դատավարության օրենսգրքով եւ նաեւ մենք ենք եղել այն քաղաքական ուժի ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ մեր դժգոհությունը, մեր բողոքն ենք ներկայացրել քննչական մարմիններին դատախազությանը, որ այդ այլընտրանքային խափանման միջոցները չեն կիրառվում այն չափով, որով որ պետք է կիրառվեն։ Մենք բոլորս գիտենք, որ քրեական արդարադատության վիճակագրության պատկերը այդքան էլ հաջող չի եղել եւ շարունակում է այդքան էլ հաջող չմնալ, բայց նաեւ գիտենք, որ ունենք այս առումով առաջընթաց։ Այս տարի առաջին անգամ արձանագրվել է այս առումով բալանսի փոփոխություն դեպի դրականը։ Ինչ նկատի ունեմ այն, որ վերջապես այս տարի արձանագրվել է, որ քրեակատորողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը։ Նախքան դա մեր մոտ վիճակագրությունը այլ էր։ Պարզապես կալանավորվածների թիվը գերազանցում էր միշտ պատիժը կրողների թվից ավել էր եւ դա վատ վիճակագրություն էր։ Հիմա մեզ հաջողվել է վերջապես այդ վատ վիճակագրությունը փոխել եւ բնականաբար այս ուղղությամբ պետք է դեռ շարունակել աշխատել։ Պարոն Հարությունյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասին խոսեց։ Պարոն Հարությունյան, ես հավատում եմ ձեր անկեղծությանը, որ դուք կողմ եք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց լինի Հայաստանի Հանրապետությունում, ես եթե չեմ սխալվում, նաև մի շարք ռեպորտաժներում մեկնաբանություն եք տվել, խոսել եք այդ օրենքի դրական կողմերի մասին, նաև բացասական կողմերի մասին, նաև վստահաբար Նաև շատերս այստեղ, եթե ոչ բոլորս գիտենք, որ Սահմանադրական դատարան ունի որոշում, երեկ իմ ելույթում խոսեցի այդ մասին, որ այդ որոշման հիման վրա նաև պետք է օրենքը առաջիկայում լավարկվի, բայց ես չեմ կարծում, որ ձեր այդ մոտեցումը ցավոք կիսում են ձեր խմբակցության բոլոր անդամները։
Հա, շատ լավ։ Եթե ձեր խմբակցության անդամները, որոնք այդ գործընթացով անցնում են, որոնց գույքը ավելի ճիշտ եւ կիսում են, դա շատ լավ է, բայց ելի մի փոքր դժվարանամ հավատալ, ինչու, որովհետեւ հարգարժան պարոն Վարդևանյան, երբ դեռ ձեր խմբակցությունից չէր, եթե ճիշտ եմ հիշում, ամբողջությամբ վիճարկել էր այդ օրենքի սահմանադրական, ճիշտ եմ հիշում, պարոն Վարդևանյան։ Ամբողջությամբ, ոչ թե այդ օրենքի առանձին դրույթներ, այլ ամբողջությամբ վիճարկել էր այդ օրենքի սահմանադրականությունը։ Կարծում եմ այդ պահին առնվազն պարոն Վարդևանյանը ուներ լրջագույն տարաձայնություն այդ օրենքի առկայության մասին վերաբերյալ առհասարակ, այլ ոչ թե դրա առանձին դրույթների։ Կարգապահական վարույթների մասին, պարոն Հարությունյան, կարգապահական վարույթների վիճակագրություն նույնպես կա։ Ես կարծում եմ, որ դուք, որպես փաստաբան, որը երկար տարիներ առնչվել է դատական իշխանության հետ, պետք է համաձայնի, որ դատական իշխանության առողջացման խնդիր իրապես կա։ Բայց նաև տեսել ենք, որ այն հանձնաժողովը, որը դրա համար իրականում պատասխանատու է, այն է դատավորների ընդհանուր ժողովի էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, բավականին խղճուկ վիճակագրություն ունի այդ առումով։ Եվ այնտեղ տեսնում ենք, որ կորպորատիվիզմի բազմաթիվ դեպքեր։ Այդ պատճառով մենք ստիպված ենք եղել լավարկել այդ համակարգը, այո, մենք ընդունել ենք այդ առումով մի շատ փոփոխություններ, եւ այս առումով նաեւ պետք է ասեմ, որ եթե դուք չգիտեք իհարկե, Եվրոպայի խորհուրդը, խորհրդարանական վեհաժողովը մի շարք բանաձևեր ունի, որտեղ խոսում է այդ փոփոխությունների դրական լինելու վերաբերյալ։ Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունից խոսեցիք, պարոն Հարությունյան, վերջին տարիների ընթացքում մի շարք քայլեր են կատարվել այդ ծանրաբեռնվածությունը թոթափելու ուղղությամբ։ Դատավորների թիվն է ավելացվել, թվայնացվել է դատավարությունը, որոշ գործեր դուրս են բերվել այդ դատարանի քննության տիրույթից եւ որոշվել որ վարչական մարմինները պետք է դրանցով զբաղվեն, գրավոր ընթացակարգն է ընդլայնվել, դատավորների համալրման process-ն է արագացվել, արդյոք դա տվել է ցանկալի արդյունք, այս պայմանությամբ դեռ ոչ։ Բողոքարկումների հետ կապված պարոն Վարդևանյանը խոսեց, այդ ամբողջ պետական համակարգի խնդիրն է պարոն Վարդևանյան եւ խնդիրը, որը ես էլ եմ բարձրաձայնում։ Ես միշտ ասում եմ, ընդ որում բոլոր տեղերում, այն բոլոր մարմինները, որոնք ունեն բողոքարկելու իրավասություն, իրենք ապահովության համար միշտ բողոքարկում են, որ հետո իրենց չմեղադրեն չբողոքարկելու մեջ։ Սա խնդիր է, որը պետքա քննարկենք, այո, այսինքն պետքա բողոքարկել, պետք չի բողոքարկել, միշտ բողոքարկվում է։ Եվ սա գլոբալ խնդիր է, ոչ թե լոկալ խնդիր, որը միայն վարչական դատարանին է հատուկ կամ մենակ կոնկրետ դեպքերով է, գլոբալ բոլոր պետական մարմինները միշտ բողոքարկում են, որ հանկարծ իրենց չմեղադրեն, որ իրենք չեն բողոքարկել։ Խնդրեմ, կա պարոն Հարությունյան, մեկ դեպք առնվազն կա, որը չի բողոքարկել, բայց սա խնդիր է, ես համաձայն եմ, որը պետքա ստանա լուծում։ Ուրեմն, Տիկին Գասպարյան, շատ շնորհակալ եմ, որ դուք խոսեցիք այդ 86 դեպքի մասին։ Իհարկե ասեցիք, որ դուք չեք բարձրաձայնել, որ այդ դատավորներին մենք չհետապնդենք, մի քիչ տարօրինակ է, որ դուք կարծում եք, որ ձեր բարձրաձայնելուց ենք մենք այդ դեպքերը իմանում։ Մենք գիտենք այդ մասին։ Ես շնորհակալ եմ, որ դուք խոսեցիք այդ մասին, որովհետև դա ուղղակիորեն հերքում էր ձեր գործընկերների այն պնդումը, որ դուք մասսայական քրեական հետապնդումների եք ենթարկվում։ Որովհետև եթե այդ 150 քանից ինչքան հնչեց 86-ի դեպքում դատավորները, դատարանները արձանագրել են, որ կա հիմնավոր կասկածի բացակայություն, դա ուղղակիորեն է վկայում այն մասին, որ եթե մենք ուզենայինք ձեզ հետապնդել, այդ 86 դեպքից հիմա կլիներ 0, ուղղակի 0։ Հիմա նույնը Սամվել Կարապետյանի ձերբակալությունից թե եք խոսում, ասում եք, վճռաբեկ դատանը ճանաչել է, որ նրա ձերբակալումը ապօրինի էր։ Դուք իրապես պնդում եք, որ մենք զավթել ենք դատական իշխանությունը եւ դատական իշխանության անկախությունը հասցրել ենք 0-ի եւ մեր վճռաբեկ դատարանը ապօրինի է ճանաչում Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որին ըստ ձեզ մենք քաղաքական հետապնդման ենք ենթարկում։ Ես առաջարկում եմ այստեղ հարգելի գործընկերներ մարդկային տրամաբանության նկատմամբ ունենանք հարգանք, որովհետեւ ես իրականում շատ լայնախոհ եմ եւ շատ բաների կարող եմ շատ հանգիստ վերաբերվել, բայց երբ իմ բանականությունը փորձում են
կասկածի տակ դնել տրամաբանության շղթաների չկառուցելու միջոցով։ Ես ինձ վիրավորված եմ զգում։ Դուք իսկապես կարող եք ինձ վատ բառեր ասել, չգիտեմ, ես չվիրավորվեմ, բայց երբ փորձում եք իմ բանականությունը դնել կասկածի տակ ներողություն, բայց ես դրան այդքան էլ լավ չեմ վերաբերվում։ Պարոն Վարդևյան դժգոհ է Արմեն Դանելյանից։ Ես ճիշտ եմ հիշում, պարոն Կարապետյան, որ երբ դուք մեղադրվում եք, դուք եւ ձեր թիկնապահ մեղադրվում եք ինչ-որ մեկին ծեծելու հարցում, հետո դուք արդարացվեցիք թիկնապահը ոչ, դատավորը Արմեն Դանելյանն էր, ինքն էր ձեզ արդարացնողը, ինքը չէր, ներողություն, եթե սխալ եմ հիշում, ներողություն եմ խնդրում, եթե սխալ եմ հիշում, ներողություն եմ խնդրում, այդ դեպքում մնացական Մարտիրոսյանին։ Ճիշտ եք ասում, իշխանություններին գործող հետո դատում են այն դատարանները, պարոն Կարապետյան, որը որ սարքել է այդ իշխանությունը, եւ հիմա ձեզ հետ կատարվում է հենց դա։ Ձեզ հիմա դատում է այն դատարանը, որը ձեր հայրիկը ուղղակիորեն թե անուղղակիորեն սարքել է։ Բայց ես այստեղ պետք է ասեմ, որ դուք մնացական Մարտիրոսյանի հետ որևէ խնդիր չունեք, զրո խնդիր ունեք մնացական Մարտիրոսյանի հետ, ձեր խնդիրը մեր հետ է։ Եվ եթե հանկարծ ստացվի այնպես, որ մի օր, մի հրաշքով դու գաք իշխանության, մնացական Մարտիրոսյանին ոչ մի բան չի լինելու նրա հետ։ Նա շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության հպարտ դատավոր։ Այսքանը, շնորհակալություն, սիրելի գործընկերներ։